Ինչպես բնորոշ է անդադ խեղաթյուրվում է հարցադրումները եւ փորձ է արվում, ինչպես արվեց սրանց առաջ, բաժակ նայել հարցադրումների ներքո եւ սուրճի բաժակ ընդ որում այն դեպքում, երբ որ այդ բաժակի մեջ սուրճ էլ չկա։ Հիմա այս դեպքում ես եւս մեկ անգամ ուզում եմ փաստեմ, որ ակնհայտ է, այստեղից ելույթներ են ունենում մարդիկ, որոնք որ իսկապես համաձայնագիրը կամ չեն կարտացել, կամ առնվազն սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթ չեն, որտեղ ուղիղ սև ու սպիտակի վրա գրված է պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնում է, ոչ միայն ֆինանսական, նաև որոշումների կայացման, արձագանքման, եւ իմ հարցադրումը սրան էր վերաբերում։ Երկրորդը, անորոշության բարձր աստիճանը, հատկապես հայերեն տեքստում, իրավակ իրար պրակտիկայում բերելու է այսպիսի մեկնաբանությունների, երբ որ Արման Եղոյանը այստեղից ասում է, որ չկա այդպես պարտավորություն, Սոնա Ղազարյանը իր հերթին շարունակում է, լրացնում է եւ դրան գումարած, հա, մի հատ էլ այստեղից մունատ են գալիս, թե ինչի եք դուք դեմ որ պարլամենտը մասնակցի, հակառակը, մենք դա ենք ասում, իմ հարցը սա էր, ռազմական առաքելության ժամանակ Հայաստանի խորհրդարանը քննարկելու է այդ հարցերը, թե ոչ, պատասխանը կամ այոն է կամ ոչն է, երել եք սկսում եք այստեղից դասախոսություններ կարտալ, ես առաջարկում եմ ձեզ, մինչև ելույթ ունենալը, գոնե տեքստերին ծանոթացեք, այն ինչ որ կա, այն ինչ որ սահմանադրական դատարանը վերլուծել է, վերաշարադրել է պարտավորությունները եւ այլն, թե ֆինանսական, նորից եմ կրկնում, որտեղ նույնպես անորոշության բարձր աստիճան կա, եւ թե նաեւ քաղաքական եւ իրավական որոշումների առումով։ Սրա մասին է խոսքը։ Եվ այս անորոշությունը անընդհատ մի տարածեք հանրության մոտ։ Շնորհակալություն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա Արման Եղոյանը, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, լսվում է։ Հա, պարոն Մինասյան, ես չեմ ասում, մենք պարտականություն, ընդհանրապես պարտականություն չենք ստանձնում։ Դուք կոնկրետ հարց տվեցիք, ասեցիք, կարող է առաջադրեն, թե առաջադրանք տան, թե առաջադրեն, հա, ես ձեր հա, այո, բնականաբար կարող են դիմել, ասել կուզենաք մասնակցել, եւ մենք այդտեղ ազատ ենք որոշում կայացնելու, պարտականություն մասնակցել որևէ առաքելության, այս համաձայնագիրը չի սահմանում, իսկ մեր որոշմամբ մասնակցելու ցանկության դեպքում բնականաբար ֆինանսավորումը պետք է իրականացնենք մենք։ Հիմա ձեր հարցը որն է։ Ինչ վերաբերում է ռազմական մասնակցության դեպքում խորհրդարանի հաստատմանը, դա արդեն մեր ներքին օրենսդրությամբ հալուցում, ես ինչքան գիտեմ, մեր ներքին օրենսդրությամբ երկրից դուրս ռազմական միավոր ուղարկելու դեպքում խորհրդարանի համաձայնությունը պետք է, բայց դա չի կարգավորվում երկկողմ համաձայնագրով, դա մեր ներքին հարցն է, արդեն ներքին օրենսդրությամբ կարգավորվող, դա առանձին մենք կարող ենք նայել այս համաձայնագրից դուրս, սրանով դա չի կարգավորվում, էլ ինչ կա ասելու, կա ինչ-որ բան, հիմա տեղից չէ, հա, այսքանն է, սիրելի հայրենակիցներ, կարծում եմ, որ սա շատ կարևոր քայլ է իսկապես, նաև գիտեք մեր պետության ներկայանալիության հետ կապված, մեր պետության ճանաչելիության, մեր պետության նկատմամբ դրսում ձևավորվող վստահության հետ կապված, մեր պետության դրոշի ներկայանալիության հետ կապված եւ նաեւ երկկողմ համագործակցության կոնտեքստում փոխադարձ վստահելիության հետ կապված, որ մենք չլինենք միշտ ուզվորի դերում, միշտ անընդհատ գնանք, խնդրենք ու խնդրենք ու խնդրենք ու խնդրենք ու խնդրենք ու ոչ մի բան չտանք։ Մենք միշտ խնդրենք, բայց մենք մի բան չտանք, որ խնդրելու տեղն էլ մի բան խնդրենք, ասենց ասեմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արտար ելույթ